Քրիստոս հարյավի մեռելոց Քրիստոս հարյավի մեռելոց Քրիստոս հարյավի մեռելոց Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն Արթուն եղեք եւ հսկեցեք քանի որ ձեր ոսոխը սատանան արյուծի պես մռնչալով փնտրում է թե ում կուլ տա դիմադրեցեք նրան հավատքի մեջ որովհետև ձեր եղբայրներն էլ աշխարհի տարբեր անկյուններում նույն չարչարանքներն են կրում Այսօր Սուրբ Հարության 4-րդ կիրակին է սիրելիներ եւ այն կոչվում է Կարմիր կիրակի Ինչպես որ կանանչ կիրակյով բնությունը ծաղկում գեղեցկանում է մենք նորից կյանքի վերազարթոնքն ենք ապրում մզգում դրա հետ մեկտեղ նաեւ մեր դաշտերն ու անտառները կարմիր կակաշներով ծածկված եւ ինչպես երկի մեջ է ասում կարմիր կակաշները ներկեր են դաշտեր այնպես որ կարծես լեռներից արյուն է հոսում հիշեցնելու համար որ կարմիրը նախ պայքարի երկրորդը Քրիստոսի արյամբ սուրբ նահատակների քրիստոնյաների չարչարանքների միջոցով եկեղեցուն ամեն օր կյանք ապարգևելու այդ խորհուրդն ունի չկա քրիստոնեություն առանց հալածանքի եւ չարչարանքների Ինչ որ մենք այսօր ունենք, ինչի մեջ որ մենք այսօր ապրում ենք այն քրիստոնեական սրբության կյանքը, որ մեզ փոխանցված է, սա հազարավոր, միլիոնավոր քրիստոնյա մեր քույրերի եղբայրների արյան միջոցով է։ Եվ ամենագլխավորը մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյամբ մենք մաքրվեցինք, նորոգվեցինք, նոր մարդ դարձանք եւ այսօր ներկայանում ենք աշխարհի մեջ եւ Պետրոս Արաքել այսօր հրավերն էր սա է մեզ, որ մենք դիմադրենք չարին հավատքի մեջ, որովհետև աշխարհում տարբեր անկյուններում բոլոր քրիստոնյաները այս նույն նեղություններն ու չարչարանքներն են կրում։ Ինչ ասել է արթուն եղեք եւ հսկեցեք։ Արթուն լինելը նախ եւ առաջ այն վիճակը չէ, որ մենք արթուն ենք, գիշերը հեռուստացույց ենք նայում, կամ ֆուտբոլ ենք նայում, կամ ինչ որ բանով զբաղված ենք, այլև որ դու հոգեվոր արթնություն ունես, երբ որ դու ամեն քո րոպեն, վայրկյանը զգոնությամբ ապրում ես, որպեսզի հանկարծ մեղքից չպարտվես։ Տեսեք, ասում է սատանան մեր ոսոխը, ուրեմն նա մեր թշնամին է նախ եւ առաջ, ինքը չի սիրում քրիստոնյաներին, նրանք ովքեր իրական կյանքով քրիստոնյաներ են եւ համոզումով քրիստոնյա ապրում են, ինքը անդադար նրանց շուրջը պտտվում է եւ ասում է մռնչացող առյուծի պես հարմար առիթ է փնտրում կուլ տալու համար։ Ինչու, որովհետեւ ինքը գիտի, որ իր ժամանակը սահմանափակ է, որ իր ժամանակը մի օր պիտի վերջանա, ինքն այլևս այն ազատ գործել իրավունքը չունենա, որ Հիսուս գա, եւ գիտի նաեւ որ դժոխքն իր համար է պատրաստված, եւ ինչ է իր նպատակը ուրեմն, ինչքան հնարավոր իր նման շատ մարդ տանել այդ դժոխք, քրիստոնյաներ հատկապես, որպեսզի դրանով նաեւ Աստծո սիրտը խոցի, Աստծուն ցավեցնի, որովհետեւ ամեն մեկ կորսված հոգի մեծ ցավ է Աստծո համար, որովհետեւ Հիսուս իր արյամբ է վճարել մեր բոլորի պարտքերը։ Հիսուս իր կյանքով է փոխհատուցել մեր ազատության համար։ Ինքը եկել է չարչարվելու, հալածվելու, արհամարվելու, խաչ է բարձրացել, մեզ համար իր արյունն է թափել, որպեսզի մենք ազատ ապրենք։ Եվ այդ ազատության մեջ ասում է արթուն եղեք եւ հսկեցեք։ Ուրեմն ոչ միայն զգոն պիտի լինես, ուշի միտք պիտի ունենաս, արթուն հոգի ունենաս, այլև անդադար պիտի հսկես։ Հսկելը իր մեջ պարունակում է աղոթք, Սուրբ գրքի ընթերցանություն եւ պահեցողություն, ապաշխարության ճանապարհով այս դիմադրությունը ապահովելու համար։ Ինչպես որ թշնամին, սիրելիներ, ինչպես է հարձակվում։ Թշնամին հատկապես պատերազմի ժամանակ հարձակվում է միշտ լուսադեմին, այն ժամին, երբ որ մարդկանց քունը տանում է։ Եվ առավոտյան ժամը 5-ից մինչև 7 հնգած այս հատվածում է միշտ հարձակումները տեղ ունեն, որտեղ այդ պահին մարդու մարմինը տակարանում է, քնել է ուզում եւ զգոնությունը կորցնում է, այդ պահին թշնամի միանգամից հարձակվում է։ Կամ եթե նայել եք կենթանի աշխարհի մեջ, վագրը կամ արյուծը կամ ուրիշ գիշատիչ կանգնում են մի անկյունում, սպասում են այնքան ժամանակ, մինչև մեկը ընդհանուր երամից դուրս գա, որ առանձնանա, իրենք հարձակվեն նրա, զգոնությունը կորցնի, հարձակվեն նրա վրա։ Այնպես էլ հոգևոր կյանքի մեջ է։ Սա
կոչվում է անտեսանելի պատերազմ, որ մեզ թվում է, թե մենք ամեն ինչ տեսնում ենք, հասկանում ենք, մենք վստահ ենք մեր ուժերի վրա, որ մենք մկրտված ենք, եկեղեցի ենք գնում, բայց հատկապես այս մարդիկ են, եկեղեցի գնացող մարդիկ են ավելի շատ փորձությունների մեջ ընկնում, քան մեղքի մեջ եղող մարդիկ, որովհետև մենք մի տեսակ մեզ ապահով ենք սկսում զգալ Քրիստոսով, որ ինչ էլ որինի Քրիստոս մեզ պիտի պաշտպանի, բայց երբ որ դու քո զգոնությունը կորցրեցիր, դու անպայման ընկնում ես այդ փորձության մեջ։ Օրինակը մենք տեսնում ենք, երբ որ Հիսուս բարձրացավ Գեթսեմանի աղոթելու, ասաց այստեղ մնացեք առաքյալները մինչև գամ։ Երբ որ եկավ, տեսավ առաքյալները քնած են, ասաց աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Ուրեմն հսկում է այս խորհուրդը շատ կարևոր է մեր կյանքի մեջ։ Մի կարծեք, որ մենք մի օր աղոթեցինք, մեկ անգամ սուրբ հաղորդություն ստացանք, մենք ապահովագրված ենք։ Սատանան գործում է ամեն վայրկյան։ Սատանան գործում է այն պահին, որտեղ որ մենք չենք սպասում։ Մեր վրա հարձակում է այնտեղ, որտեղ մենք չէինք էլ պատկերացնում, որ այդպիսի բան կպատահի։ Ու հատկապես այն մարդկանց միջոցով, ովքեր մեզ մտերիմ են, հարազատ են, բարեկամ են։ Այդ մարդկանց էլ կարող է օգտագործել մեր դեմ, անգամ մեզ կարող է օգտագործել մեզ դեմ։ Ինչ է անում, մեզ առաջարկում է մեղքերի ցանկը, մեզ առաջարկում է այն ինչը, որ մենք ցանկություն ունենք, ձգտում ենք, եւ մենք միանգամից տրվում ենք այդ ամեն ինչին, չհասկանալը, որ սա ակնթարթային է, սա խապկանք է մեր կյանքի համար։ Դրա համար ասում է, արթուն եղեք եւ հսկեցեք, որպեսզի կարողանանք ապահովագրվել։ Եվ երկրորդ կարևոր պայմանը դիմադրելն է, սիրելիներ։ Ուրեմն ոչ միայն պաշտպանվել է պետք, կռվի դաշտում, եթե դու միայն պաշտպանվես, քո բոլոր ուժերդ կհատեն։ Դու չես կարող անդադար սпасել, թե թշնամին ինչքան է հարվածելու քեզ, դու դիմադրես։ Դու ինքդ նաև պիտի հարցակվես։ Աղոթելն էլ հարցակվելու ձև է։ Սուրբ կյանքը ապրելն էլ հարցակվելու ձև է։ Մի օր Սատանան, որ բնակ գալիս էր մարդկանց մեղքի մեջ էր գցում, կորստյան էր մատնում, մի սրբակենցաղ ճկնակյաց մարդ ասում է՝ «Արի մեջ բնակվիր»։ Երբ որ գալիս է Սատանան բնակվում է, որոշ ժամանակ հետո Սատանան դուրս է գալիս, փախնում է, ասում է՝ «Ուր ես գնում»։ Ասում է՝ «Դու մեղք չես գործում, չեմ կարող քո հետ ոչինչ անել»։ Ուրեմն այդպես էլ մենք, եթե կարողանանք մեր սուրբ կյանքով դիմադրել մեղքին, այս աշխարհի պղպջակային սուրբ խոստումներին ու պատրանքներին, մենք անպայման կհաղթենք, սիրելիներ։ Եվ քրիստոնյաների այս հոգևոր պարտությունից է սկսում նաև մեր մարդկային տկարությունները։ Այս պարտությունից է սկսում մարդկանց մեջ տեղ ունեցող չարությունը, ատելությունը, ամեն նոր սկսվող պատերազմները, արհամարանքը, մերժվածությունը, թշնամությունը, ատելությունը։ Սարսափելի բան է, սիրելիներ, որ մարդը, տեսեք, մենք շատ ենք այսօր տեսնում մարդկանց, ովքեր անդադար խմիչքի հետ են։ Իրենց օրը խմելով են անցկացնում։ Տեսնում ենք մարդկանց, ովքեր որ շատ թմրանյութ են օգտագործում։ Ինչու համար։ Երբևէ մտածել եք, մարդը ինչու է անդադար խմիչքի հետ, ինչ է ուզում անդադար խմել։ Ինքը մտածում է, որ խմելով կարող է իր վիշտը, ցավը հանգստացնել։ Ինքը կարող է խմելով մոռացության տալ իր ցավերը։ Բայց Սատանայի նպատակը դա է, որ դու մեղքի մեջ մնալով համոզված լինես, որ դու քո ցավն ես մեղմացնում, բայց իրականում դու քո հոգու տառապանքն ես ավելացնում։ Եվ դա էլ գալիս է նրանից, որ մարդը դիմադրություն չունի։ Այսօրվա մարդը դիմադրողականություն չունի։ Մեծերը միշտ ասում են, այսօրվա սերունդն ինչ է, ոչ ուժ կա մեջները, ոչ եռանդ կա, ամեն մեկը մի անկյունում տկարությամբ ապրում։ Այո, այդպես է, որովհետև նաև ֆիզիկապես է մարդը տկարանում։ Մարդը ֆիզիկապես է թուլանում։ Եվ տեսեք, Պետրոս առաքյալի այսօրը պատգամը նաև հոգևորականներին, եկեղեցու սպասավորն ասելով, որ դուք կոչված եք արածացնելու Աստծո հոտ, այսինքն դուք խնամում եք Աստծո հոտը, դուք նրա Տերը չեք։ Տերը Աստված ինքն է, մենք դրված ենք, որպեսզի Աստծո ունեցածը նույնությամբ վերադարձնենք, ինչպես որ պատարագի մեջ ասում ենք, ըստ քույսի քոյոց քեզ մատուցնենք, այսինքն քոնը քեզ ենք մատուցում։ Ուրեմն Աստծո ժողովուրդը պատկանում է Աստծուն եւ յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է այդ պահպանությունը կատարելու եւ իր հոգին առողջ, մաքուր ու սուրբ վերադարձնել Տիրոջը։ Եվ տեսեք օրինակ ասում է, որովհետև աշխարհի շատ անկյուններում ձեր եղբայրներն ու քույրերը նույն չարչարանքներն են կրում։ Մեզ թվում է, թե մենք մեր բոլոր խնդիրներով միայն մենք ենք այսքան տառապանքներ կրում։ Միայն մենք ենք այսքան նեղություններ, դժվարություններ, դարերով մեր ազգը պատերանց տեսած, թշնամանք տեսած, հալածանք տեսած, մահ տեսած,
բայց յուրաքանչյուր ժողովրդի ազգի մեջ այս խնդիրը կա եւ յուրաքանչյուր քրիստոնյա ինքը յուրովի է տառապում։ Մենք չգիտենք ժպտացող մարդու ներսում ինչքան ցավ ու վիշտ կա։ Սա մեծ առաքինություն է, որ մարդը կարողանում է ժպտալ իր ցավի մեջ։ Երբ որ դու կարողանում ես քո ցավը, քո խնդիրները մոռացության տալ, մեկ ուրիշին ուրախություն պարգևել։ Սա է դիմադրողականություն եւ քրիստոնյաները սրանով են ուժեղ, որ իրենք իրենց մասին չեն մտածում են դիմացինի մասին, ինչպես Հիսուս է ցույց տալիս, որ ամեն տեսակ ատելությունը, չարությունը Հիսուսի սերը երբեք չի նվազեցնում, հակառակը Հիսուս ավելի շատ է սիրում մեզ, որովհետև գիտի, որ մենք չհասկանալով ենք այս ամենը անում։ Եվ այսօրվա այս խորհրդի մեջ նաև Հիսուսի պատգամն էր, սիրելիներ, որ ինքը չի եկել դատելու, Աստված ամեն ինչ տվել է իր որդու ձեռքը եւ որդին եկել է մեզ փրկելու համար։ Եվ խորհուրդն էլ այսօրվա ասում է՝ մի զարմացեք, որ ձեզ ասում են, որ կգա ժամանակ, գերեզմանը կբացվի, մեռելները հարություն կառնեն, ովքեր բարիք են գործել կապրեն, ովքեր չարիք են գործել կմեռնեն։ Անպայման այդ իրականությունը պիտի տեղի ունենա, բայց խնդիրը մեզ համար այդ բարիք գործելը որն է։ Շատերը հասկանում են, որ բարի գործ անել, ողորմություն անել, ինչ որ մեկին օգտակար լինելով իրենք Աստծո համար մեծ բան են անում, բայց բարիք գործելու առաջին պայմանը Քրիստոսին վստահելն է։ Եթե դու Քրիստոսին չվստահես, քո բարիքը կլինի եսակենտրոն, ինքնամոռաց, քո նպատակների համար, քո վանվան բարձրացման համար, բայց ոչ քո հոգու փրկության համար։ Ուրեմն այդ բարիքի մեջ Քրիստոսին վստահելով, Քրիստոսի համար ապրելով այս աշխարհի մեջ։ Եվ տեսեք կարմիր գույնի այս խորհրդի մեջ, որ չարչարանք, նեղությունն է խորհրդանշում, նաև այդ հաղթական պայքարն է, որ ցույց է տալիս, որ մենք պայքարով ենք միայն հաղթում։ Նստել սпасելով քեզ ոչինչ չի կարող օգնել։ Երբ որ 5 կտակարան ընթերցեք, այնտեղ Նեեմի գիրքը կա։ Մի փոքրիկ դրվագ կա, շատ գեղեցիկ, որ այսօր մեր իրականության մասին է կարծես խոսում։ Մի օր պատերազմի ժամանակ հրեաները որոշեցին, որ այլևս չպիտի կռվեն։ Իրենց զենքերը թափեցին, մտան քարանձավի մեջ, սկսեցին աղոթել, որպեսզի Աստված իրենց օգնի։ Ոչինչ չարեցին, բայց չպայքարեցին։ Եվ բոլորը կոտորվեցին։ Եվ Նեեմին գալիս է ասելով. «Մի մոռացեք ամենազոր Աստծուն, մեր Տիրոջը, զենք վերցրեք, պայքարեք, ձեր կանանց, աղջիկների, ձեր տան, ձեր հայրենիքի, ձեր կյանքի համար պայքարեք»։ Ուրեմն եթե Աստված մեզ հրավիրում է այդ պայքարին, որ դու պայքարես քո ընտանիքի համար, քո հայրենիքի համար, ուրեմն նաև քեզ հրամայում է պայքարելու քո հոգու համար։ Հոգու պարտությունից է սկսում մեր բոլոր պարտությունները, սիրելիներ։ Երբ որ մարդը հոգեպես պարտվում է, ինքը ստրկանում է, իսկ ստրուկը չի կարողանում քաջության գործեր կատարել։ Ստրուկը վախկոտ մարդը միայն իր կաշին փրկելու մասին է մտածում, միայն իր փափկության մասին է մտածում, ոչ թե դիմացինի մասին։ Սա է պատճառը, որ աշխարհի մեջ նաև բազում երկրներում թշվառություն, աղքատություն կա։ Ինչու՞։ Որովհետև ղեկավարները հոգեպես պարտված են։ Նրանք, ովքեր իրենց կյանքում զավակ չեն ունեցել, իրենց զավակին չեն գրկել, նրա հոտը չեն զգացել, իրենք ասում են, որ երեխաները ինչ ուզեն կարող են անել։ Երեխաներին կարող են թույլատրել նույնիսկ սեռափոխ լինել, կարող են թմրանյութ առաջել, որտեղ իրենք երեխաներ չունեն, չգիտեն ինչ բան է։ Նույնն է, որ դու հոգու գեղեցկություն չունես, քո հոգին միշտ տգեղ է եղել, դու չես կարող պատկերացնել ինչ է գեղեցկությունը։ Երբ որ դու նայում ես միշտ վատն ես տեսնում, դու երբեք Աստծո լույսը չես տեսնի։ Այսօր մարդիկ կան, գեղեցկության մեջ ամեն օր բողոքում են։ Լավ տուն ունեն, լավ շատ գումար են աշխատում, գեղեցիկ մեքենա են գնում, լավ պաշտոններ ունեն, բայց դժգոհ, ինչու՞։ Որովհետև իրենք միայն կյանքի ստորին մասն են տեսնում։ Այն տգեղությունը, որովհետև այդ հոգևոր դատարկության մեջ իրենք չեն կարողանում գոհանալ։ Իսկ երբ որ դու ստրուկ ես, հոգիդ մեռած է քո մարմնի մեջ, դու չես կարող դիմադրողականություն ունենալ։ Մեր մարմնի դիմադրողությունը, երբ որ ընկնում է, չէ, մենք արհեստական դեղեր ենք խմում, կերակուր ենք ուտում, բայց նաև քո աղոթքով կարող ես դիմադրողականությունը բարձրացնել։ Եվ այդ դիմադրողությունը, որ ունենաս, անգամ սատանան ինչքան էլ մռնչա, առյուծի ձայնը շատ վախեցնող է, չէ, բայց դու այդ ձայնից երբեք չես վախենում, որովհետև գիտես, որ դու Հիսուսով ես պաշտպանված։ Քո դիմացը միշտ ոսոխի գալը Հիսուս է կանգնած։ Եթե դու քո տկարությամբ Հիսուսին հանես քո դիմացից, այլևս չես ունի այդ պաշտպանությունը։ Եվ թշնամին էլ առաջին բանը, որ անում է, ինչ է անում, նախ պաշտպանական դիրքերն է ռմբահարում, քանդում է, որպեսզի հեշտությամբ մուտք ունենա քո տարածքի մեջ։ Այնպես էլ հոգու դատարկությունը, որ տիրում է քո կենցաղի մեջ, քո կյանքի մեջ,
ինքը հեշտությամբ մուտք ու ելք ունի քո կյանքի մեջ։ Որ պահին ինչպես ուզի, կարող է քեզ ստորացնել եւ ստորաքաշ դարձնել։ Դու չես էլ զգալու, չես էլ հասկանալու, կխոսես, կաղոթես, նույնիսկ Աստծո անունից խրատներ կասես մարդկանց, բայց դու պարտված պիտի լինես, որովհետեւ քո աչքերը մեն տգեղություն են տեսնում այս կյանքի մեջ։ Դու անդադար դժգոհ պիտի լինես այս կյանքի մեջ։ Երբեք չպիտի իրական ուրախություն ունենաս։ Դրա համար Հիսուս այսօրվա խորհրդի մեջ ասում է. այդ դատաստանը ինձ է տրված, որպեսզի ինչ անեք, հավատանք իրեն։ Սա է Աստծո պահանջը մեզանից, հավատանք իրեն, այն արյան գինը, որ վճարված է մեզ համար, մենք արժևորենք սիրելիներ։ Մեր կյանքի մեջ որևէ մեկը մեզ ամենաչնչին օգնությունը, որ մեզ ցուցաբերում է, մեր նեղ պահին հասնում է, մենք մի ամբողջ կյանք իրեն շնորհակալ ենք լինում։ Շունը, որ իրեն մի փոքրիկ թարմը հաց տաս, ինքը երբեք չի մոռանա քեզ։ Մի կտոր միս տաս իրեն չհարվածես, քեզ երբեք չի մոռանա։ Բայց տեսեք մարդը ի տարբերություն շանը ամեն օր է մոռանում։ Ամեն օր մոռանում է, որ ինքը առողջ է, ինքը գեղեցիկ ընտանիք ունի, լավ զավակ ունի, մոռանում է այս մասին։ Եվ ինքը շնորհակալ լինելու փոխարեն նույնիսկ դժգոհում է, որ այսինչ կյանք տվեցիր մեզ։ Սա էլ մեծ մեղք է, որ մեկն ասում է, այսինչ կյանք է։ Ումա պետք այս կյանքը, ինչի համար ենք ապրում այս աշխարհի մեջ, ամեն օր նեղություններ, դժվարություններ, բայց սրա հեղինակը մենք ենք, Աստված չէ։ Մենք ենք մեր կյանքը ամեն օր թունավորում, մեր իսկ ցանկություններից ու նպատակներից պարտվելով։ Դրա համար Հակոբոս Առաքյալն ասում է, թող ոչ ոք չասի, որ Աստված փորձում է։ Աստված փորձողը չէ, փորձիչը սատանան է։ Եվ ամեն մարդ փորձվում ու խաբվում է տարվելով իր իսկ ցանկություններից ու նպատակներից։ Մենք մի խոսք ունենք, չէ՞, ասում ենք բոլոր միջոցները արդարացնում են մեր նպատակը։ Այդպես չէ։ Բոլոր միջոցները չեն կարող արդարացնել մեր նպատակը, որովհետև միջոցը պիտի լինի ուրիշների հաշվին, ուրիշի դժբախտության հաշվին մեր երջանկությունը չպիտի կառուցվի։ Ուրիշի տկարության, մեղքության հաշվին մեր առողջությունը չպիտի կառուցվի, այլ հակառակը։ Քրիստոնյան պիտի այնպես են, որ բոլոր շղթաները ամուր լինեն։ Որ շղթան է պոկվում, որը թույլ է ամրացված։ Այսինքն, եթե մենք մեր կյանքը պոկեցինք Քրիստոս այդ պահող շղթայից, մենք հերթավ մեր բոլոր շղթաները պիտի կտրվեն ու կործանման պիտի գնանք։ Եվ այս խորհրդի մեջ սիրելիներ, ող Պետրոս Առաքյալի այս խոսքը, որ արթուն լինենք, հսկենք, մեր կյանքի մեջ ամենօրյա նպատակ դառնա, ում համար եւ ինչի համար ենք մենք արթուն եւ հսկում։ Այդ հսկելը թույլ տվեք, որ ձեր կյանքի մեջ Տիրոջով լինի։ Աղոթքը երբեք ձեր շուրթերից մի դադարեցրեք։ Սուրբ գրքի ընթերցանությունը ամենօրյա ձեր հաց ու պանիրի պես դարձրեք։ Մենք ինչ ուտենք, չուտենք, ամեն օր նույն ճաշերը չենք, բայց հաց կամ պանիր մենք ամեն օր ենք օգտագործում։ Այնպես էլ Սուրբ գիրքն է, այդպես պիտի լինի։ Այնքան պիտի դա քեզ համար անուշ դառնա, քաղցր դառնա, որ չուզես առանց իրեն ապրես։ Դա մեր բարձի տակի գիրքը պիտի լինի, մեր ամենալավ ընկերը պիտի լինի, տեսնելու համար, թե ինչպես գտնես դիմադրության ճանապարհ։ Այնտեղ ամեն ինչ գրված է, ինչպես դիմադրես, ինչպես պաշտպանվես, ինչպես հարձակվես, ինչպես պարզ ճակատով դուրս գաս ու կանգնես, որ հանկարծ պարտություն չկրես։ Մի պահ թուլացրեցիր, այդ զենքը դրեցիր մի կողմ, առանց այդ զենքի մնացիր, առանց այդ սպառազինության մնացիր թշնամու դեմ, տարբեր տեղերից պիտի խոցվես։ Եվ այլևս այդ արյունը, որ մեզ մաքրել է, սրբել է, չի կարող մեզ օգնել հավիտենական կյանքի համար։ Եվ քանի որ մենք էլ հարության շրջանի մեջ ենք, ամեն օր Տերը հարության տարբեր պատկերները ցույց տալով մեզ պիտի հիշեցնի, որ մարդ արարած, դու մեռնելու համար չես ծնված այս աշխարհի մեջ։ Դու տառապելու համար ծնված չես, դու ծնված ես սիրելու համար, դու ծնված ես բարին գործելու համար, ծնված ես հույս տալու համար։ Մայր Թերեզան շատ գեղեցիկ մի աղոթք ունի, ասում է. Տեր, այնպես արա, որ ես ավելի շատ մխիթարեմ, քան մխիթարվեմ, որ ավելի շատ սիրեմ, քան սիրված լինեմ, որ ավելի շատ տամ, քան վերցնեմ, եւ այդպիսով քո կամքը կատարեմ։ Սա է քրիստոնյայի ամենօրյա աղոթքը։ Մխիթարեք ավելի շատ, քան դուք մխիթարվեք, եւ Աստծուց կստանաք ձեր վարձը, որ անջնջելի, անկորնչելի է եւ հավիտենական է։ Թող Տեր օրհնի բոլորիս, սիրելիներ, իր խաղաղության ու սիրո մեջ պահի, որ մեր կյանքի ամեն րոպեն վայրկյանը Տիրոջ ներկայությամբ լեցուն լինի եւ մենք չամանչենք ասելու Քրիստոս հարյավ իմերելոց այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն